Հրապարակ թերթի տեղեկություններով խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը եւ մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ հերոսական խիզախ քայլը։ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության եւ մի քիչ էլ Ալիևի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը։ Սակայն եթե հայ հասարակությունն իրոք ընկճվում է այս ողջունումներից, Ալիևի համար միջազգային հանրության արձագանքը զերո արժեք ունի։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով Փաշինյանը խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծած աղմուկը որոշել է ջրել կառավարությունում ռակիրովկաներ անելով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ականջալուր է ցանկացած դժգոհության։ Ըստ նույն աղբյուրի շուտով գահանկեց կարվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրան փոխարինելու կգա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը քաղաքացիական պայմանագրի ավականու անդամ է եւ որ ամենակարևորն է, գոնե իրոք բժիշկ է ու տիրապետում է ոլորտին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է արցախցի Տիգրան Ուլուբաբյանի ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը Գոր Խարատյանը համակարգում հայտնի է որպես շրջիկ ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ նրա կարիքը զգացվում է։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է քաղաքացիական պայմանագիրը իր ողջ ներուժը ներդրել է մարտի 30-ին կայանալիք երկու համայնքներում Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունենալիք ընտրությունների գործընթացների վրա։ Թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիական պայմանագրի ողջ վերնախավն իր բոլոր հարցերը, հանդիպումներն ու անելիքները հետաձգել է մինչև ընտրությունների ավարտը։ ԿՊԱ-ական վերնախավը ամենօրյա ռեժիմով զեկուցում է Փաշինյանին, թե ինչ արդյունք ունեն տվյալ պահի դրությամբ։ Քաղաքացիական պայմանագրում էլ ներքին հարցումներ են իրականացնում ու իրենց համար արդեն պարզել են, որ Գյումրիում կան թաղամասեր, որտեղ քաղաքացիական պայմանագիրը բավականին լուրջ թվային տարբերությամբ պարտվելու է։ Հիմա ամեն բան անում են այդ հատվածներում ժողովրդին համոզելու համար, որ ձայնը տան քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Ալավերդու ապրելու երկրխմբակցությունը քաղաքացիական պայմանագրի կողմից Ալավերդում կատարված իշխանազարդումից հետո բոյկոտում էր նիստերը, սակայն նախօրեին քաղաքացիական պայմանագիրը ավականու ընդդիմադիր 9 անդամների մանդատից զրկել է, այդ թվում նաև 1 տարի առաջ համայնքապետի պաշտոնից զրկված Արկադի Թամազյանին։ Իշխանությունում մտածել են, որ չնայած ընդդիմադիրները չեն մասնակցում ավականու նիստերին, սակայն վաղը կարող է մտափոխվել։ Ապրելու երկրի ցուցակի հետին շարքեր բոլոր անձիկ բացարկի դիմումներ են ներկայացրել ընդհանուր 40 հոգի։ Մանդատներից զրկված ապրելու երկիրը չի ցանկանում համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ, եթե չեն կարող որոշումների վրա ազդեցություն ունենալ եւ ամբողջ կազմով հեռանում են ավականուց։ Գրում է թերթը։ Հետք կայքը գրում է. Ծաղկաձորում նախատեսվում է Redison խմբի հյուրանոցային համալիր կառուցել։ Համալիրը գործելու է Redison Hotel Group միջազգային բրենդի հավատարմագրված կառավարման ենթակայությամբ։ 15 հեկտար հողամասում հյուրանոցի կառուցումը նախաձեռնել է KGM ընկերությունը։ Հետքը ուսումնասիրել է հյուրանոցի կառուցման ծրագրին առնչվող փաստաթղթերը եւ պարզել է, որ կառուցապատվելիք հողամասը տարիներ առաջ ապօրինի սեփականաշնորհված անտառային հողերից մեկն է։ Ավելին, հողամասը ձեռքբերողների ցանկում է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Թիգնազորին նախկին ղեկավարը, ապա հողը փոխանցել է Աբրահամյանների հետ կապ ունեցող բիզնեսներից մեկի բաժնետիրոջը։ Գրում է կայքը։